Մի կողմից Ռուսաստանը ունի հնարավորություն այս պրոյեկտի մի մասը կազմելու, այլ բան է, թե մյուս մասնակիցները ցանկանում են դա, թե չեն ցանկանում։ Իմ տպավորությամբ չեն ցանկանում, եւ դրա մասին թեև կառավարության ղեկավարը մի քանի առիթով հայտարարել են, որ Ռուսաստանին առաջարկել են երկաթուղիների մասով որոշակի համագործակցության, արդիականացման դաշտ բերել, հետագայում Թուրքիա եւ Ադրբեջանը հնարավոր շարժեր իրականացնելու մասով, բայց նաեւ կա հստակ արտահայտություն թրիփի հետ կապված, որ այդ երկաթուղու այդ հատվածը Ռուսաստանի հետ որևէ կապ չի ապահովելու։ Իմ կարծիքով դաշտը այնպիսի հնարավորություն է անենց կետի է գալու հասնելու, որի պայմաններում Ռուսաստանը սրան մասնակցելու հնարավորություն կամ չի ունենալու կամ առաջարկը, որը գլոբալ առումով հնչելու է, նրան ձեռնտու չի լինելու, որովհետև Միացյալ Նահանգների խնդիրը, երբ որ մենք նույնիսկ բացառապես տնտեսական մասով ենք քննարկում, սա Ռուսաստանին որևէ ձևով շրջանցելու, Ռուսաստանին նաև Հայաստանից դուրս մղելու կամ առնվազն ազդեցությունը էականորեն նվազեցնելու ուղղված քայլ է, որովհետև հայտնի է նաև թե տնտեսական հարաբերություններն ու ֆինանսական ներարկումները ինչքանով կապ ունեն, հատկապես փոքր երկրների վրա ներգործությունը նաև քաղաքական դարձնելու տեսանկյունից, այնպես որ ես քիչ հավանական եմ տեսնում, որ այստեղ այդ համագործակցությունը շատ առարկական է դառնա։